Հրապարակ թերթը գրում է, չնայած ՔՊԱ-ականները հունիսի 7-ի արդյունքները որպես մեծ հաղթանակ են ներկայացնում եւ պարծենում, թե իբր ջախջախել են եռագլուխ հրեշին, սակայն քաղաքացիական պայմանագրի ներսում մեղմ ասած անկումային տրամադրություններ են։ ՔՊԱ-ականները հասկանում են, որ գործադրված ջանքերի ու այսքան խախտումների պարագայում մեծամասնություն չստանալը համազոր է պարտության։ Ի դեպ, քաղաքացիական պայմանագրում վստահ են, որ իրենց ցուցակի միջև 90-րդ համարը կմտնի խորհրդարան, քանի որ առնվազն 25-ից 30-ը կգնան գործադիր, այնպես որ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի խմբակցությունում նոր դեմքեր կհայտնվեն։ Քաղաքացիական պայմանագրի աշխատակազմի որոշ աշխատակիցներ են պատգամավոր դարձել՝ Լևոն Լևոնյան, Արաքսիա Վարդանյան, Գյումրու ավագանոց Քնարիկ Հարությունյան, Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյան, նրա եղբայրը վարչապետի աշխատակազմի աշխատակից Սուրեն Հովհաննիսյանը։ Ֆեյքերի պոակի ղեկավար Տարոն Չախոյանն է ազգային ժողով գնում, Հայկ Կոնջորյանի օգնական Երևանի ավականու անդամ Նատալիա Սինորյանը, Գյումրու չկայացած քաղաքապետ Սարիկ Մինասյանը, Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզանա Երեմյանը, եթե տնօրենի պաշտոնը չնախընտրի, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Գյումրիում կառավարման ճգնաժամը գնալով խորանում է։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո քաղաքի ղեկավարումը փաստացի փոխանցվել է նրա փեսային Ավետիս Առաքելյանին։ Առաքելյանը ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ցուցակով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։ Նա նախընտրական ցուցակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը եւ պատգամավորական մանդատը ստանձնելու դեպքում քաղաքի կառավարման հարցը կրկին մնում է անորոշ։ Թերթի տեղեկություններով իշխանությունները դեռևս չեն հստակեցրել ընտրությունների անցկացման ժամկետները, սակայն հակված են Գյումրու քաղաքապետի պաշտոնում կրկին առաջադրել Սարիկ Մինասյանին, գրում է թերթը։ Փաստ թերթի տեղեկություններով կառավարական կուլիսներում կրկին ակտիվացել են խոսակցությունները վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Արայիկ Հարությունյանի վերանշանակման մասին։ Փաշինյանը մտադիր է հենց նրան կրկին վստահել իշխանական բուրգի այդ առանցքային պաշտոնը։ Տարիների ընթացքում նրան հաջողվել է դառնալ կառավարությունում Փաշինյանի ամենավստահելի անձը, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է, իշխանությունը հետընտրական չիստկա է անում պետական գերատեսչություններում։ Քաղաքացիական պայմանագրի հունիսի 5-ի ամփոփիչ հանրահավաքին մոբիլիզացրել էին վարչական ռեսուրսը, հրահանգ իջեցրել պետական աշխատողներին, որ բոլորն առանց բացառության մասնակցեն Հանրապետության հրապարակի հանրահավաքին։ Վերակացուներ էին նշանակել, որոնք ստուգել են, թե ով է ներկա, ով բացակա։ Վերակացուներն արդեն քանի օր է պարզաբանումներ են պահանջում այն աշխատակիցներից, որոնք հանդգնել են հանրահավաքին չգնալ կամ գնացել են եւ շուտ հեռացել։ Ասում են յուրայինների եւ ընդդիմադիրների ցանկեր են կազմում, որ հետագայում ինչ-որ քայլեր արվեն, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ Պաշտպանության նախարարության մի շարք նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործով եւս 2 դատական նիստ կկայանա, որից հետո դատավոր Վահե Դոլմազյանը կհեռանա խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու համար։ Շուրջ 5 տարի առաջ հարուցված քրեական գործը հակակոռուպցիոն դատարանում մոտեցել է ավարտական փուլին, գրում է թերթը։